Վաշինգտոնյան համաձայնությունների մեկամյակի առիթով Իլհամ Ալիևին է զանգել Նիկոլ Փաշինյանը։ Հեռախոսազրույցի մասին Երևանն ու Բաքուն նույն հայտարարությունն են տարածել։ Առևտրատնտեսական կապերի զարգացումը նշվել է որպես վերջին 1 տարում արձանագրված առաջընթաց։ Թրամփի ուղու մասին էլ են խոսել, պայմանավորվել իրականացնել այն ըստ Վաշինգտոնյան համաձայնությունների։ Հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունից առաջ Փաշինյանը հայտարարություն է տեղադրել, փորձելով տոնական տրամադրություն հաղորդել օրվան։ Հայաստանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։ Ադրբեջանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։ Վերջապես ունենք մի օր, որ խաղաղեցնում եւ ոչ թե բորբոքում է մեզ։ Արդյոք օգոստոսի 8-ն իրոք շրջադարձային օր է հայ ժողովրդի համար, որ ինչպես Փաշինյանն է գրել, Հայաստանի պատմությունը կարելի է բաժանել դրանից առաջ ու հետոյի։ Հայաստանի ղեկավարը պնդել է, թե դրանից առաջ մեր պետությունը փակուղու մեջ էր։ 2025-ի օգոստոսի 8-ից հետո անծայրածիր հեռանկարներ են բացվել։ Անշուշտ շրջադարձային նշանակությամբ իրադարձություն է, բայց որի առիթով հայ ժողովրդին պետք է ոչ թե շնորհավորել, այլ պետք է հայ ժողովրդի հետ պարբերաբար եւ անընդհատ խոսել այդ իրադարձությունից բխող ռիսկերի մասին։ Ըստ քաղաքագետի ամենամեծ ռիսկը Թրամփի ուղի նախագիծն է։ Չնայած Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե թրիփը օգնելու է Հայաստանին ու Ադրբեջանին իրար ոչ թե որպես խոչընդոտ ընկալել, այլ որպես ճանապարհ, Բադալյանը վստահ է, այն ադրբեջանա-ամերիկյան նախագիծ է Հայաստանի տարածքում։ Թրիփը կյանքի կոչելու առումով թերել կարող 1 տարվա ընթացքում լուրջ առաջընթաց լինել, որովհետև ինչպես նշեցի, այդ թրիփը մի համաձայնություն էր, որը մեծ հաշվով ուղղակի նոր հարթություն բերեց Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցությունը։ Որպես ապացույց քաղաքագետը հիշեցնում է այս տարվա ապրիլին Փաշինյանի Մոսկվա այցի հենց հաջորդ օրը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի արած աննախադեպ հայտարարությունը Թրամփի ուղու ռիսկերի մասին։ Թրամփի ուղին խախտում է այդ ռեգիոնում ռուս-պարսկական 200-ամյա համաձայնագիրը, Գյուլիստանի պայմանագիրը, որով կարգավորվում էր ռեգիոնալ ստատուս քվո եւ ապահովվում էր անվտանգությունը։ Ռիսկերի մասին չի խոսում Փաշինյանը, չի խոսում նաև այն մասին, թե ինչու օգոստոսի 8-ին Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո արդեն 1 տարի չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը։ Ավելին, Ադրբեջանը չի էլ պատրաստվում ստորագրել, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը չի փոխվել ու այնտեղից չի հեռացվել անկախության հռչակագիրը։ Հայաստանը իրեն դիրքավորում է որպես խաղաղության սպասարկող կողմ ընդամենը, ոչ թե խաղաղության հասած, խաղաղություն բերած։ Իսկ սա վտանգավոր է, որովհետև անընդհատ այդ տրամաբանության մեջ անընդհատ դնելու են նորանոր պայմաններ։ Պետք է լինեն Խաղաղության սպասարկման ծառայություններից մեկն էլ ըստ քաղաքագետի արցախցիների վերադարձի օրակարգից հրաժարվելն է։ Այսօր էլ է հիշեցրել Փաշինյանը, խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտ է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ Արևմտյան Ադրբեջանի եւ արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթներից։ Փաշինյանի այդ հայտարարությունները նվազագույնը ամոթալի են հնչում, որ մենք պետք է հրաժարվենք մեր օբյեկտիվ իրավունքներից, այսինքն Ադրբեջանը ինչ-որ մտածածին ծրագիր է հրապարակ բերել եւ մտածածին իրավունք ադրբեջանցիների վերադարձի։ Իսկ մենք հրաժարվում ենք մեր օբյեկտիվ իրավունքներից, այն էլ միջազգայինորեն իրավական հիմք ունեցող իրավունքներից։ Խաղաղության պայմանագրի չստորագրման համար Փաշինյանն ասես անուղղակի մեղադրում է որոշ մարդկանց, իբրև խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ գործելու ու դա հայրենասիրական ծխածածկույթով ներկայացնելու համար։ Որոշ մարդիկ Փաշինյանի համար հավանաբար նրանք են, ովքեր շարունակում են պնդել, կեղծ խաղաղության գործընթացը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։ Լիլիթ Սարգսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։